Պատրաստում ենք հայկական ավանդական խաշլամա աղվանական կաթսայի մեջ։ Դնում ենք գառան մսերը։ Ամենավոսկորոտները դնում ենք ամենաներքևի հատվածում։ Կտրատում ենք բիբարը։ Կծու բիբարը թե քաղցր։ Վերջացրեցինք պղպեղը, նույն ինքը մեր բիբարը, հիմա կտրում ենք լոլիկը։ Ոնց հարմար է։ Այսպես է հարմար։ Կտրատեցինք մեր անուշահամ լոլիկը, հիմա պետք է շերտերով ավելացնենք մեր բանջարեղենները։ Գնացինք պղպեղը, լոլիկը, ոնց ուզում ենք լցնում ենք, որովհետև այս ուլեֆի սրա մեջ դառնալու է մի հատ շատ լավ բան։ Կարտոֆիլները չեն կտրատում այս պարագայում։ Բանջարեղեն ավելացնելուց հետո ավելացնում ենք մեր կանաչին, ինչքան կանաչի, այնքան լավ, տարբեր տեսակի խառը։ Սա էլ ենք կտրատում մեծ չափերի, որովհետև ինքը հալվելու է կաթսայի մեջ։ Այսպես դանդաղ լցնում ենք կանաչի։ Վերջի մասով էլ ավելացնում ենք մեր մնացած գառան միսը, որ մեջ այս դմակներից լինի, էլ ավելի համեղ կստացվի։ Վերջին միսն էլ դրեցինք։ Հիմա ավելացնում ենք մեր կծու պղպեղը առանց կտրելու, պրոստը էսենց դնում ենք։ Ու ամենակարևորը գարեջուրը։ Դանդաղ լցնում եմ։ Եվ մի փոքր էլ ավելացնում ենք ջուր։ Ամենավերջին այս ցանկությամբ Հիմա ամենակարևորը արդեն փակելն է, նայեք։ Ձգում ենք, որ չշարժվի։ Սպասում ենք 1 ժամ 30 րոպե և բացում ենք մեր շեդևրը։